կարգվեք իրար նախարարությունը դրանց հայտնաբերման արդյունավետությունը բարձրացնելու համար եւ արդյոք տեսնում եք օրենսդրական խստացումների կամ դեպքի կամավորման մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն։ Շնորհակալություն Տիկին Դավթյան հարցադրումների համար։ Առաջինը ներքին անվտանգության մասով իրավիճակը ես գնահատում եմ ոչ թե իմ զգացողությունից ելնելով, այլ ռեալ կյանքում ունենալով փաստական տվյալներ, մեր քաղաքացիներից եկող ազդակներ եւ առհասարակ հանրապետությունում հանցավորության մասով առկա իրավիճակ։ Եվ պատահական չէ, որ ես նշեցի, որ ներքին անվտանգության առումով դրական պատկեր ունենք, որովհետեւ ռեալ կյանքում 2025 թվականին կատարված հանցագործությունների թիվն ենք ըստ էության երբ որ վերլուծում, մենք տեսնում ենք, որ ընդհանուր առմամբ ունենք հանցագործությունների թվի 3.2%-ով նվազում։ Ընդ որում ես հատկանշական եմ համարում հատկապես հանցագործությունների այն խումբը, որը մարդու դեմ ուղղված հանցագործություններն են, եւ մենք նկատում ենք, որ մենք նվազում ունենք նաեւ այս բլոկով, ինչը ընթացիկ տարում եղել է մեր թիրախներից մեկը, եւ ես պիտի նշեմ, որ մարդու դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 1739-ով կամ 23.2%-ով։ Եվ կարևոր եմ համարում այն նաեւ ցուցանիշի հանրայնացումը, որ նվազել են նաև դիտավորության առողջությանը վնաս պատճառելու, այդ թվում ծանր, առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը, եւ կարծում եմ այս տեսանկյունից սա կարևոր ցուցիչ է բնութագրելու հանրապետության ներքին անվտանգության մակարդակը։ Մենք այո, ունենք բավական դրական պատկեր վիճակագրական եւ փաստական առումներով, բայց բնականաբար չենք բավարարվում այս ունեցածով, որովհետեւ վիճակագրությունը նաև մեզ թույլ է տալիս հասկանալու անցած տարվա կտրվածքով, եթե որևէ որոշում ենք կայացրել, այդ որոշումը արտացոլվել է պրակտիկայում թե ոչ, կամ եթե արտացոլվել է, ինչ կերպ է արտացոլվել, արդյունավետ եղել է թե չի եղել։ Օրինակ, երբ որ վերլուծում ենք թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը, նկատում ենք, որ հետևյալ պատկերն ունենք։ Նախարարությունը որդեգրել էր հետևյալ քաղաքականությունը։ Կենտրոնանում ենք ներմուծման եւ արտադրության շղթայի վրա, որպիսի մեծ խմբականակներ դուրս բերենք շրջանառությունից եւ հետագայում մանր չափերի դեպքեր չունենանք։ Նկատում ենք, որ այս քաղաքականությունը շատ ճիշտ իրացվել է եւ մենք ունեցել ենք ամբողջ իրավապահ համակարգի կողմից 768 կիլոգրամ ըստ էության թմրամիջոցի առգրավում, որը էական շեշտակի աճ է անցած տարվա համեմատությամբ։ Եվ այսպես շարունակ, այսինքն մեզ վիճակագրական պատկերը թույլ պիտի տա անընդհատ գնահատելու մեր որոշումների արդյունավետություն եւ հասկանալու ինչ որոշում պիտի կայացնենք։ Հիմա զենք զինամթերքի ապօրինի շրջանառության մասով ես նշեցի, որ անցած տարի նաեւ այս ուղղությամբ ենք քայլեր տարել, որպեսզի ապօրինի շրջանառությունից դուրս բերենք ավելի մեծ միավոր զենք զինամթերք եւ այստեղ հիշատակեցի, որ 42.2%-ով ավելի զենք ունենք ըստ էության առգրաված 2246 միավոր հրազեն, ինչը բնականաբար անցած տարվա համեմատությամբ 24-ը նկատնում եմ ավելի շատ է։ Ինչ տրամաբանություն կա այս թվերի մեջ, որ մենք դրական ենք դիտարկում թիվը։ Այսինքն այս տոկոսային հարաբերակցությամբ ավելի շատ զենքեր այլևս հնարավորություն չեն ունենում պրակտիկայում գործադրվելու եւ հանգեցնելու որևէ այլ հանցագործության դեպքի։ Պիտի շարունակենք այս ուղղությամբ աշխատանքը, որովհետեւ ես դեռ հեռու եմ մեր աշխատանքները դրական գնահատելուց, ես դրական եմ գնահատում այն, որ մենք տարին տարվա վրա մեծացնում ենք առգրաված զենքերի միավորների թիվը, բայց պիտի աշխատենք նաև այս խումբ միջոցներով հանցագործությունների կատարման դեպքերի նվազեցման ուղղությամբ, որը բարդ աշխատանք է, բայց պիտի հետևողականորեն գնանք առաջ։ Անցած տարի մի օրենսդրական փոփոխություն իրականացրել ենք, հատկապես 10 տարին չլրացած անձանց մասով սառը զենքի, հատկապես կամ սառը զենքին նմավող առարկաների վաճառքի մասով նախատեսել են կոնկրետ արգելք, իհարկե դեռ պիտի տարվա կտրվածքով վերլուծենք այս որոշման արդյունավետությունը, այսինքն ոնց, ինչպիսի ազդեցություն է ունեցել այս որոշումը պրակտիկայում եւ այսպես շարունակ։ Եվ եթե նաև անդրադառնամ ներքին անվտանգության մասով ոչ միայն մեր, այսպես ասեմ, հանրապետական գնահատումներին, այլ նաև միջազգային վարկանիշային տարբեր ինդեքսներին, մենք տարեսկզբին հանրայնացրել ենք հատկապես World Travel Index-ի մասով ճամփորդության համար որպես ապահով երկիր Հայաստանի մասով ցուցանիշը եւ նշեմ, որ աշխարհի ամենաապահով երկրների ցանկում է Հայաստանի Հանրապետությունը գտնվում եւ 193 երկրի շարքում 13-րդ տեղում է 90.27 ինդեքսով
եւ նշեմ, որ սա իրականում շատ դրական ցուցանիշ է Հայաստանի Հանրապետության համար, տարածաշրջանի տեսանկյունից եւս Հայաստանը առաջատար դիրքում է եւ սա ոչ թե ինչ-որ իներցիայի արդյունք է, այլ հստակ մեր կայացրած որոշումների արդյունքն է, մեր քաղաքացիների նաեւ վարքագծի փոփոխության արդյունքն է որոշակի, որովհետեւ տեղեր ունենք, որ այս երկու հատվածները պիտի հատվեն, որպեսզի լավ արդյունքներ ունենան։ Կարծում եմ ձեր բոլոր հարցերը սպառեցի տիկին Դավթյան, եթե բաց թողեցի, խնդրեմ ասեք։